Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Ես կանչում եմ Սուրբ Հոգուն յուրաքանչյուրիս վրա, ընտանիքիս բոլոր անդամների վրա, հարազատներիս վրա, ամեն հայի վրա, ամեն լսողի եւ նրա ընտանիքի անդամի վրա, իմ հոգեվոր ամեն քույր ու եղբոր եւ նրա ընտանիքի վրա։ Արի Սուրբ Հոգի, արի ապաշխարության հոգի, արի ճշմարտության հոգի, արի իմաստության հոգի, արի ազատագրիչ հոգի, արի կենարար հոգի, արի մխիթարող հոգի, արի Սուրբ Հոգի եւ մխիթարի կոտրված սրտերով մարդկանց, մխիթարի սքավորներին, արի ազատագրիչ հոգի եւ ազատի ամեն մեկին, որ կախվածությունների մեջ ա Տեր, գիտակցում ա թե չի գիտակցում։ Տեր, արի ամեն մեկի մոտ, ով անարդարության, ով կաշառակերության զոհ ա դարձել։ Ազատագրի ամեն մեկին, որ անեծքների գերի ա դարձել։ Ազատագրի ամեն տեսակ դիվային ուխտերով բռնվածներին, արի Սուրբ Հոգի, լցրու մեզ կենարար քո ջրերով, թող կյանքի ջրերը բխեն մեզանից, Սուրբ Հոգու անձրևներ տեղա մեզ վրա, Տեր Աստված, ողողի մեզ Սուրբ Հոգով, լցրու մեզ Սուրբ Հոգով, թող քանդվեն պատնեշները, թող Սուրբ Հոգու ջրհեղեղը քշի տանի ամեն չարիք մեր շրջապատից եւ մեր մեջից։ Արի Սուրբ Հոգի, վկայի մեզ Հիսուսի մասին, բացի մեզ ճշմարտությունը, տար մեզ Աստծո խոսքի խորությունների մեջ։ Դու ես մեր սիրտը լցնում Աստծո սիրով, ավելացրու այդ սերը մեր մեջ, Տեր։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի ընթերցանության եւ մեկնաբանության շարունակությանը։ Հիմա անցնում ենք 3-րդ գլխին։ Վերնագիր, անկումը եւ դրա հետևանքները։ Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ, երբ ամեն ինչ փոխվեց Եդեմական այգում։ Մենք նաև պետք է հասկանանք ու իմանանք, թե այդ փոփոխությունը ինչպես է ազդել արարչության վրա, ինչ ազդեցություն, ինչ հետևանք է թողել արարչության վրա։ Մենք խոսելու ենք անկման մասին, եւ երբ ասում ենք անկում, սա նկարագրում է այն, երբ Ադամը ապստամբեց Աստծո կողմից իրեն տրված հստակ հրահանգի դեմ, այսինքն ապստամբեց Աստծո դեմ, Աստծո խոսքի դեմ, Աստծո կամքի դեմ եւ այ հետ միասին։ Այս հստակ հրահանգը Աստծո գրված է Ծննդոց գրքի 2-րդ գլխի 16-ից 17-ում։ Կարդանք. Տեր Աստված պատվիրեց մարդուն, Ադամին, ասելով. Պարտեզի, այսինքն Եդեմական այգու բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետեւ այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես։ Ուշադրիր լինենք, որ երբ Աստված այս հրահանգը տվեց, Եվան դեռ ստեղծված չէր, միայն Ադամն էր։ Եվ ուզում եմ նորից կարդանք, հասկանանք Աստված ինչ է ասում։ Աստված պատվիրում է, ասում է. Եդեմական այգում, եւ դա մի հատ պուճուրիկ այգի չէր, դա մի հսկայական տարածք էր։ Ամեն ծառից կարող ես պտուղ վերցնել եւ ուտես, համարձակ կերպով ոչ մի սահմանափակում չկա, բայց միայն մի ծառից չես կարող օգտվել։ Դա բարու եւ չարի գիտության ծառն է։ Եվ տեսեք Աստված ինչ է ասում, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես։
Աստված չի ասում, չես կարող այդ ծառին դիպչել, սա կարևոր է, որտեղ երբ որ հետո սատանան Եվային խաբում է, նա ասում է չէ, ավելի ճիշտ Եվան է սխալ ներկայացնում, ասում է Աստված ասել է դրան չկպնեք, Աստված նման բան չի ասել, Աստված ասել է դրանից չուտես։ Ես գիտեք ինչ եմ հասկանում, Աստված ասել է կարաս գնաս այդ ծառի տակ նստես էլ, այդ ծառին հենվես էլ, թե կուզես ծառն էլ գրկի պարարի, եթե կուզես, բայց չուտես դրանից։ Ես այդպես եմ հասկանում։ Կարևոր է Աստծո խոսքը ճիշտ հասկանալ, որպեսզի հետո մեր սխալ հասկացողությամբ չգնանք ու կրակը չընկնենք։ Ուրեմն, տեսնում ենք, որ Աստված այս հրահանգը տալիս է Ադամին, Եվան դեռ ստեղծված չէր։ Այս գլուխը ուսումնասիրելով մի քանի օրվա ընթացքում մենք կհասկանանք, թե ինչու անկումը այդ ապստամբությունը կարող էր տեղի ունենալ։ Մենք կքննենք կռապաշտություն հասկացությունը։ Մենք կիմանանք, թե կռապաշտությունը ինչ հիմնական դեր խաղաց անկման մեջ, Ադամի և Եվայի ապստամբության մեջ։ Արարչության անկման, այսինքն Ադամի ապստամբության և անկման հետևանքների ըմբռնումը կենսական նշանակություն ունի կյանքի վերաբերյալ ճշգրիտ աշխարհայացք ունենալու համար։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք այս կյանքը ճիշտ հասկանալ, ճիշտ աշխարհայացք ունենալ, մենք պիտի հասկանանք, ինչ տեղի ունեցավ Եդեմի այգում և ինչու, և ինչ դեր խաղաց կռապաշտությունը այս ամենի մեջ։ Որտեւ եթե մենք ունենում ենք ճիշտ աշխարհայացք, մեր կյանքն էլ ճիշտ է ընթանում։ Սա էլ իհարկե հիմք կտա հասկանալու, թե ինչու մարդիկ ընկնում են չար հակումների մեջ, ինչու են մարդիկ ընկնում կախվածությունների մեջ, ինչու են ունենում տարատեսակ խանգարումներ, ինչու մարդկանց մեջ կա այլասերվածությունը, ինչու են մարդիկ չարաշահում ուրիշներին, բռնանում ուրիշների վրա, որտեղից եկավ բարոյական քայքայումը, հոգևոր դեգրադացիան։ Այս բոլոր խնդիրների պատճառը կռապաշտությունն է։ Կռապաշտությանը, անկմանը և անկման հետևանքներին ծանոթ լինելը նաև օգնում է մեզ հասկանալ, թե ինչու էր անհրաժեշտ, որ Հիսուս Քրիստոսը գար երկիր, մարդկության համար գերագույն զոհը և փրկիչը դառնալու համար։ Եվ որ Հիսուս Քրիստոսի այս զոհաբերության պատճառով հույս կա կռապաշտության այս տրկության մեջ գտնվող մարդկանց համար, որ մենք բոլորս ենք։ Ինչու անկումը տեղի ունեցավ։ Առաջին վերնագիրը, ուրեմն, որի մասին խոսենք հիմա, նախատեսված երկրպագելու և ծառայելու համար։ Որպեսզի հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Եդեմական այգում և ինչու, մենք պետք է վերանայենք ու վերհիշենք նորից, թե ինչ է երկրպագությունը, ինչ է ծառայությունը և կիրառենք դա Ադամի և Եվայի նկատմամբ, որպեսզի հասկանանք ինչ եղավ։ Ինչպես սովորեցինք նախորդ գլխում, մարդիկ նախագծված էին ու ստեղծված էին Հիսուսի կողմից իր պատկերով, իր հատկանիշներով Աստծուն երկրպագելու համար։ Երկրպագել նշանակում է ծայրահեղ նվիրվածություն, բուռն սեր ունենալ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի նկատմամբ։ Սա նշանակում է, որ մենք ստեղծված ենք Աստծուն չափազանց ամբողջությամբ նվիրված լինելու և Աստծուն խորապես բուռն սիրելու համար։ Սա է պատճառը, որ մենք ստեղծվել ենք։ Երկրպագությունը օգտագործում է որոշ հատկանիշներ, որ Հիսուսը մեզ տվել է համաձայն իր պատկերի, և մենք այդ հատկանիշներից մի քանիսը թվարկեցինք նախկին գլխում։ Այդ հատկանիշներից են սիրելու ունակությունը, որ Հիսուսը մեզ տվել է, բանականությունը, տրամաբանությունը, ընտրելու կարողությունը, ցանկությունը, ազատ կամքը։ Երկրպագելիս մենք օգտագործում ենք
այս հատկանիշները։ Մենք նաև հասկացել ենք, որ երկրպագությունը իր մեջ ներառում է նաև ծառայություն։ Երկրպագությունն ու ծառայությունը անբաժան են։ Ինչին երկրպագում ես կամ ում երկրպագում ես, նրան էլ ծառայելու ես։ Ուրեմն մարդիկ ստեղծված էին Աստծուն երկրպագելու և Աստծուն ծառայելու համար։ Ես ու դու էլ ստեղծված ենք Աստծուն երկրպագելու և Աստծուն ծառայելու համար։ Հիսուսն ասաց, որ այն, ինչ մենք գանձ ենք համարում, թանկ ենք համարում, մեր սրտի ցանկությունները ուղղված կլինեն դրան։ Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 21 խոսքում Հիսուսը ասաց, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Եթե քո գանձը, ասենք, բրենդային հագուստն է, քո սիրտն էլ է այնտեղ լինելու։ Դու ամեն բան անելու ես, որ մենակ բրենդային հագուստ ունենաս։ Եթե քո գանձը ծխախոտն է, քո սիրտն էլ է այնտեղ լինելու, քո ցանկությունը ձգվելու է դեպի այնտեղ։ Գանձը մարդու համար թանկ ու արժեքավոր բան է, և մարդը իր սրտում է պահում այն, ինչ թանկ է ու արժեքավոր է իր համար։ Մեր գանձերը մենք մեր սրտում ենք պահում։ Ուրեմն այն, ինչ մենք գնահատում ենք, արժևորում ենք, մեր սրտերը հենց այդ բանն էլ կամ մարդուն էլ երկրպագելու են ու դրանց էլ ծառայելու ենք։ Հիմա խոսենք երկրպագության տարբերակների մասին։ Աստված նախատեսել էր, որ Ադամն ու Եվան երկրպագեն իրեն, բայց Աստված դա չէր պարտադրել Ադամին ու Եվային։ Այո, նախագծել էր, բայց չէր պարտադրել։ Աստված իրեն երկրպագելը ընտրովի է դարձրել։ Աստված մարդկանց տվել էր ու մինչև հիմա էլ մենք ունենք այն, ինչ կոչվում է ազատ կամք։ Այսինքն Աստված Ադամին և Եվային տվել էր ընտրելու ազատ իրավունք։ Ուրեմն երկրպագության ինչ տարբերակներ ունեին Ադամն ու Եվան և ինչ տարբերակ ունենք մենք։ Առաջին տարբերակը դա Աստծուն երկրպագելն էր, ինչպես որ Աստված էր նախատեսել ու նախագծել մարդուն, և ասեցինք, որ Աստված նաև թույլ էր տվել մարդկանց, սկսած Ադամից, ցանկանալ և երկրպագել այլ բաներ։ Այսինքն երկրորդ տարբերակը երկրպագել այլ բաների։ Աստված թույլ տվեց, որ մարդիկ ընտրություն կատարեն մի բան, որ տրված չէ, օրինակ, կենդանիներին։ Աստվածաշնչում մյուս բաները, որոնց մարդիկ կարող էին երկրպագել, կոչվում են կեղծ աստվածներ, և այդ Աստված բառը գրվում է փոքրատառով։ Անգլերենում և հայերենում, երբ Աստված բառը մեծատառով չի գրվում, նշանակում է այլ բան, քան հավիտենական Աստված։ Կեղծ աստվածները այն բաներն են, որոնք մարդիկ տեսնում կամ պատկերացնում և ցանկանում են ավելին, քան իրական Աստծուն են ուզում։ Տեսնում են իրենց մտքում, իրենց սրտում, պատկերացնում են, երևակայում են և ցանկանում են այդ բաները, ձգտում են ավելին, քան իրական, ճշմարիտ, արարիչ Աստծուն։ Եվ մենք պետք է իմանանք, որ ազատ կամքը մեծ նվեր է, որ Աստված մեզ տվել է։ Եվ ազատ կամքը նրա համար չէ, որ սահմանից դուրս ինչ ցանկանանք անենք։ Բայց միևնույնն է, Աստված մեզ դա տվել է։ Վատ ընտրություններ։ Հիմա խոսենք, թե ինչ վատ ընտրություններ տեղի ունեցան Եդեմական այգում։ Սատանան առաջինը։ Ըստ Ծննդոց գրքի, Սատանան խելացի էր, խորամանկ և խաբեբա։ Սատանան Եվային մի նոր գաղափար ներկայացրեց։
Սատանան որոշեց խնդիրներ առաջացնել Ադամի և Եվայի համար, խաբելով Եվային։ Սատանան խաբեց Եվային, ասելով, որ Եվան չի մեռնի, եթե ուտի այն ծառի պտուղը, որ Աստված արգելել էր։ Սատանան նաև կասկածի սեր մերձանեց Եվայի մտքում, առաջ քաշելով այն միտքը, թե Աստված գուցե իրականում չէր էլ արգելել, որ ուտեին այդ ծառի պտղից։ Երբ կարդում ենք այդ հատվածը, Սատանայի ու Եվայի միջև կայացած զրույցը, ոչ մի նշան չկա, թե Սատանան վերահսկում էր Եվային, թե Սատանան ճնշում էր գործադրում Եվայի վրա, կամ որևէ կերպ ստիպել է Եվային։ Սատանան չի տիրացել Եվային, չի մտել Եվայի մեջ։ Սատանան Եվային պարզապես նոր ինֆորմացիա, նոր միտք, նոր գաղափար ներկայացրեց։ Բայց այդ նոր գաղափարը, այդ նոր միտքը կեղծ էր։ Կամ կատարյալ կեղծ էր, կամ որոշ դեպքերում էլ կիսաճշմարտություն էր։ Մեկ այլ մասում էլ բացարձակ սուտ։ Եվ այդ նոր միտքը, այդ նոր գաղափարը, որ Սատանան տվեց Եվային, նպատակ ուներ կասկածներ առաջացնելու Եվայի մեջ Աստծո հանդեպ, Աստծո խոսքի հանդեպ, Աստծո առատաձեռնության հանդեպ, Աստծո մեծահոգության հանդեպ, Աստծո խոսքերը ճիշտ լինելու հանդեպ, Աստծո նվիրվածության հանդեպ, Աստծո արդարության հանդեպ, Աստծո սիրո հանդեպ։ Եկեք կարդանք ինչ էր ասել Աստված Ադամին և ինչ է ասում Սատանան Եվային։ Նորից կարդանք Ծննդոց 2-16 գլուխ 17 խոսք։ Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Իսկ հիմա Ծննդոց 3:1-5 կարդանք, որտեղ Սատանան օձի կերպարով Եվային ասում է. «Իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։ Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. մի կերեք դրանից և դրան մի դիպեք, որ չմեռնեք»։ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն և փոքրատառով աստվածների նման կլինեք, բարին և չարը իմացող»։ Ինքներդ համեմատեք հատվածները և գտեք տարբերությունը, բացարձակ սուտը և կիսաճշմարտությունը։ Իսկ մենք անդրադառնանք Եվային։ Եվան շատ լավ գիտեր, որ Աստված ինչ հրահանգ էր տվել Ադամին և Ադամի միջոցով իրեն, ու նույնիսկ կրկնեց դա Սատանային, անգամ եթե մի քիչ ձևափոխված ու սխալ կերպով։ Ես դրա վրա հիմա էլ չեմ ուզում կենտրոնանալ, որտև դասի սկզբից խոսեցինք այդ մասին, որտև դա շատ կարևոր է, որ երբեք չփոխենք Աստծո խոսքը ու տեղ չտանք Սատանային մեզ խաբելու համար։ Բայց խնդիրը Եվայի այն էր, որ Եվան սկսեց Սատանայի ասածի մասին ինքն իր մեջ մտածել, կշռել նրա ասածը, որ շարունակեց լսել Սատանային։ Եվան սկսեց մտածել այն օգուտների, բարիքների մասին, որ Սատանան թվարկել էր. ձեր աչքերը կբացվեն, բարին ու չարը կիմանաք, աստվածների նման կլինեք։ Եվային գրավում էին այս նոր հնարավորությունները, որոնց մասին Սատանան ասում էր իրեն։ Եվ Եվան նախընտրեց իր ազատ կամքով, ընտրեց ավելի թանկ ու կարևոր գնահատել այդ նոր մտքերը ու հնարավորությունները, քան Աստծուն լսելը և գոհանալը այն ամենով, որ Աստված իրեն արդեն տվել էր, քան Աստծուն հնազանդվելը, Աստծուն վստահելը։ Ու տեսեք, Աստված նրանց ամեն բան տվել էր, բացի այդ մեկ ծառից, այն էլ հենց իրենց չարիքից պաշտպանելու համար։ Եդեմական այգին
մի 2-3 երևի երկրների տարածք էր զբաղեցնում։ Եվ Աստված ասել էր, այդտեղ գտնվող ամեն բանից կարող եք օգտվել, ամեն ծառի պտղից, որտեղ այդ ժամանակ Աստված դեռ թույլ չէր տվել կենդանիներին ուտել, որտեղ կենդանիները ստեղծված էին մեր ընկերները լինելու համար, ոչ թե իրար խժռելու համար, բուսականությամբ պիտի սնվեինք, եւ Աստված ասել էր, ամեն ծառից կարող եք օգտվել, 3 երկրի մեջ պարունակվող ամեն ծառից կարող եք օգտվել, բացի մեկ ծառից։ Տեսնում ենք Աստծո առատաձեռնությունը։ Եվ պատճառը, որ Աստված ասել էր այս մի ծառից չուտեք, իրենց պաշտպանելու համար էր, որտեղ Աստված գիտեր ինչ էր լինելու, իսկ իրենք չգիտեին։ Եվ Եվան խաբվեց, Եվային չխաբեցին, Եվան խաբվեց իր ընտրությամբ։ Եվան ուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ճիշտ վարվելու համար, ճիշտ ընտրություն կայացնելու համար, ճիշտ որոշում կայացնելու համար, նույնիսկ երբ առերեսվում էր բացահայտ խաբեության։ Եվան ուներ ամեն բան, որ չխաբնվեր։ Եվան ուներ Աստծո հրահանգը և բացատրությունը։ Եվ փոխարենը Եվան իր ազատ կամքով այն հնարավորությունները, որի մասին Սատանան էր ասել, վերածեց փոքրատառով Աստծո իր համար, իրական Աստծո փոխարեն։ Իրենց աչքեր բացվելը, բարին ու չար իմանալը, աստվածների նման լինելը դարձավ Եվայի աստվածը, այսինքն նրա սրտի ցանկությունը, նրա երկրպագության առարկան։ Կարդանք ինչ եղավ այդ խոսակցությունից հետո։ Ծննդոց 3-րդ գլխի 6-ում ասվում է. Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար եւ հաճելի էր աչքերին, եւ որ ծառը ցանկալի էր նայելու համար, առավ նրա պտղից ու կերավ եւ տվեց նաեւ իր ամուսնուն եւ նա կերավ։ Ուշադրություն դարձրեք ցանկալի բառին այստեղ։ Ցանկությունն այնն է, որտեղ ամեն ինչ սկսվում է։ Չարը միտք է դնում մեր գլխում, որն ընկնում է մեր սիրտ ու դառնում է ցանկություն, եւ ամբողջ դժբախտությունը սկսվեց մարդկային ցանկությունից։ Նման ուժեղ ցանկության մեկ այլ բառ է ցանկասիրությունը, տենչանքը, տրփանքը, փափագը, կիրքոտ ուզենալը։ Եվան ցանկացավ, փափագեց այն գիտելիքը, որ Սատանան առաջարկեց, որ իրենը լինի։ Այդ գիտելիքը Սատանան չէր տալու, կստացի, այլ այդ գիտելիքը գալու էր մի ծառից, որ Աստված էր ստեղծել, Աստված էր արարել։ Եվան ավելի շատ գիտելիք էր ուզում, եւ այն իմաստությունը, որ կգար այդ արգելված գիտելիքից, քան թե Աստծուն հնազանդվել էր ցանկանում։ Այսօր շատերը գնում են գուշակության, կախարդության, թուղթուգիր անելու, բացելու, չգիտեմ ինչեր անելու, որտեվ այդ արգելված գիտելիքն են ուզում ավելի շատ, քան թե Աստծուն հավատալը, Աստծուն վստահելը, եւ իրենց կյանքում բացում են մահվան դուռը, թե հոգևոր, թե ֆիզիկական, անեծքի դուռը։ Սա նույն Ադամի ու Եվայի քայլն է։ Եվան այնքան էր այդ արգելված գիտելիքը ցանկանում, որ մի պահ կանգ չառավ ու այդ մասին չհարցրեց ոչ Ադամին, ոչ էլ Աստծուն, եւ ոչ էլ ստուգեց Աստծո կամ Ադամի հետ, որ իմանա Սատանան ճիշտ էր ասում, թե ոչ։ Եվան ընտրեց խաբնվել։ Ու մենք երբ որ անում ենք բաներ, որ չի համապատասխանում Աստծո խոսքին ու կամքին, մենք էլ վարվում ենք նրա պես։ Երբ չենք գնում Աստծո խոսքը, չենք ստուգում, երբ Աստծուն չենք հարցնում, իմ ուզածը համապատասխանում է քո սրտի ուզածին, Տեր, թե ոչ։ Մինչև Ադամի դերին անցնելը անկման գործում, խոսենք այն մասին, որ այն, որ խաբնվել ենք, չի հեռացնում պատասխանատվությունը մեզանից։ Եկեք մի քիչ խոսենք խաբեության մասին։ Եթե Եվան խաբված էր,
Ինչու Աստված Եվային պատասխանատու համարեց այս խաբեության համար։ Խաբեությունը չի վերացնում մեր պատասխանատվությունը, այն փաստը, որ խաբվել ենք։ Ինչպես ավելի ուշ կարդում ենք Ծննդոց գրքում, Եվան համարվեց պատասխանատու իր արարքների համար։ Աստված պատասխանատու գտավ եւ Սատանային, եւ Եվային, եւ Ադամին։ Եվան գիտեր, թե որն է ճիշտ ուղին, ճիշտ ընտրությունը, ճիշտ որոշումը, եւ նա ճիշտը չարեց ու չընտրեց։ Մենք պետք է հիշենք, որ թեև խաբնված լինելը նշանակում է, որ մեզ ստել են, բայց այն ավելին է նշանակում եւ ունի ավելի խորը հետևանքներ։ Հիմնական բանն այստեղ այն է, որ հոգևոր ճշմարտության հետ կապված խաբեության դեպքում մենք հակված ենք հավատալու այն ամենին, ինչին մենք ենք ուզում հավատալ։ Այսինքն, խաբեության գործընթացի մեջ, մեր խաբնվելու այդ process-ի մեջ ներառված է մեր ընտրությունը, մեր ցանկությունը, մեր ազատ կամքը։ Ստին հավատալը նշանակում է ընտրություն, այսինքն դու ընտրում ես հավատալ ստին։ Աստված Եվային ազատ կամք էր տվել ընտրելու հավատալ ստին, թե չհավատալ ստին։ Ոմանք կարող են ասել ու պնդել, որ Եվան չուներ հասանելի ռեսուրսներ ստուգելու Սատանայի ասածը ճիշտ էր, թե ոչ։ Նախ եւ առաջ ուներ։ Եվան կարող էր Ադամին հարցնել կամ հենց Աստծուն հարցնել, որտեղ Աստված երեկոները նրանց հետ զբոսնում էր։ Բայց բանն այն է, որ Եվան կարիք չուներ անգամ ստուգելու Սատանայի ասածը ճիշտ էր, թե ոչ։ Նա ուներ այն ամենը, ինչ իրեն պետք էր, նախքան Սատանան այդ սուտը առաջ քաշեց ու հրամցրեց Եվային։ Ամեն ինչ լավ էր, մինչ Սատանան այս հնարավորությունների հեռանկարը հրամցրեց Եվային։ Ու տեսնում ենք, որ Աստված Եվային պատասխանատու համարեց, որ նա թույլ տվեց, որ իրեն խաբեն։ Աստված անիծեց կնոջը, որ կնոջ ծննդաբերությունը դաժան ու ծանր լինի, որ կինն ու տղամարդը իրար հետ ոնց որ լեզու չգտնեն, որ կինը միշտ ուզենա իշխի տղամարդուն։ Եվ մենք դա մեր հասարակության մեջ տեսնում ենք։ Եվան չընտրեց չհնազանդվել Աստծուն, որովհետև Սատանան այնքան ահեղ թշնամի էր, որ Եվան չէր կարող համեմատվել Սատանայի տրամաբանելու զորության հետ եւ այլն։ Ոչ էլ Եվան հուսահատորեն դատապարտված էր սխալ գործելու, երբ կարծում էր, որ ճիշտ է անում։ Ոչ։ Եվային սուտ հրամցրին ու պարզ բառերով ասած, Եվան որոշեց ընդունել այդ սուտը եւ համաձայնվել այդ ստի հետ։ Եթե Աստված Եվային պատասխանատու համարեց այս խաբեության համար, որքան ավելի պատասխանատու Աստված մեզ կհամարի եւ որքան ավելի քիչ արդարացում մենք ունենք, հիմիկվա քրիստոնյաներս, մարդիկս, երբ մենք ունենք Սուրբ Հոգուն մեր մեջ, որը մեզ հետ է բնակվում, որպեսի լուսավորի մեր սրտերը ողջ ճշմարտության համար, ու մենք չենք լսում Սուրբ Հոգու առաջնորդությանը եւ անում ենք այն, ինչ մենք ենք ցանկանում, ինչ մեր սրտում է։ Հովհաննես Ավետարանի 16-րդ գլխի 13-ում Հիսուսն ասաց. «Ճշմարտության հոգին ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը»։ Խաբեությունը չի վերացնում Աստծուն հնազանդվելու մեր պարտականությունը այն ամենի համար, որ մենք արդեն գիտենք ու բացահայտված է մեզ Աստծո խոսքով։ Եվ կարճ անդրադառնանք նաև Ադամին։ Ադամը չխաբվեց։ Ադամը հիանալի գիտեր Աստծո կողմից տրված հրահանգը եւ այդ հրահանգին չհնազանդվելու հետևանքները։ Բայց Ադամը նաև գիտեր, որ Սատանան սխալ է եւ որ Աստծուն չհնազանդվելը նույնպես սխալ է։ Ադամը նախընտրեց գործել հակառակ նրան, ինչ գիտեր, որ ճշմարտությունն է, քանի որ այդ գիտելիքն ու իմաստությունը ձեռք բերելը նույնպես կարևոր էր դարձել Ադամի համար, ինչպես Եվայի համար։ Նա նույնպես գրավվել էր արգելված գիտելիքի հմայչությամբ։ Եվ Ադամը գործեց նույն կռապաշտության մեղքը, ինչ Եվան։ Ադամն ընտրեց դա անել։
Եվան չստիպեց Ադամին, Եվան չպարտադրեց Ադամին, Եվան չմանիպուլացրեց Ադամին, չխաբեց Ադամին Եվան։ Ադամը իր ազատ կամքով ընտրեց ապստամբել Աստծո դեմ, եւ այդ նոր գիտելիքի կարիքը դարձրեց իր նոր Աստվածը փոքրատառով, իրական, կենդանի, իրեն ստեղծած արարիչ Աստծո փոխարեն։ Երբ խոսում ենք անկման մասին, հիմնականում խոսում ենք Ադամի մասին։ Ադամի մեղքի պատճառով Աստված անիծեց ողջ արարչությունը եւ ողջ մարդկությանը։ Ադամը ընտանիքի գլուխն էր որպես տղամարդ։ Ադամին էր տրված իշխանությունը։ Նա պիտի Եվային հետ պահեր սխալից։ Նա պիտի Աստծո հրահանգը ճիշտ ձևով փոխանցած լիներ Եվային։ Բայց նա ոչ հրահանգն էր ճիշտ փոխանցել, ոչ Եվային հետ պահեց սխալ քայլից, այլ ինքն էլ մասնակից եղավ այդ մեղքին եւ հետո էլ փոխանակ պատասխանատվություն վերցներ, գնաց մեղադրեց Եվային եւ Աստծուն։ Տղամարդիկ, այս խոսքը ձեզ եմ ուղղում։ Դուք ընտանիքի գլուխն եք։ Աստծո կարգով այդպես է։ Բայց գլուխ լինել չի նշանակում ձեր ընտանիքի վրա հոխորտալ, կնոջը ծեծել, ամեն ինչի վրա արգելք դնել, դա չի։ Աստված Ադամին հրահանգ էր տվել։ Աստված հիմա մարդկությանը հրահանգ է տվել Աստվածաշնչի միջոցով։ Դուք պիտի Աստծո խոսքի իմացողներ ու կատարողներ լինեք, որ ձեր ընտանիքին Աստծո խոսքը ճիշտ բերեք տակ, որ ձեր կանայք ու երեխաներն էլ Աստծո ճանապարհով ընթանան, դա ձեր պարտականությունն է։ Բայց ցավոք սրտին, քանի որ դուք չեք հավատում Աստվածաշունչ կարդալուն, քանի որ դուք ինքներդ եք խապնված, ձեր ընտանիքի անդամներն էլ մնում են խապնված, կամ եթե ձեր կանայք լույսը եկել է, գնում են, կարդում են, դուք նրանց հալածում եք։ Դուք ինքներդ պիտի Աստծո խոսքը իմանաք, Աստծո հրահանգը, որպեսզի ձեր տան Եվաներին ճիշտ հրահանգը փոխանցեք Աստծո, որ չշեղվեք Աստծո խոսքից եւ ձեր ընտանիքն էլ չհայտնվի այն վիճակում, ինչում հայտնվեցին Ադամն ու Եվան, որ հետո դուք էլ ձեր կանանց չմեղադրեք, ձեր երեխաներին չմեղադրեք, այլ այնքան քաջություն ունենաք, որ Աստծո առաջ պատասխանատվություն ընդունեք։ Մենք այս դասերը պիտի սովորենք, սիրելիներս։ Այսքանը այսօր, վաղը կշարունակենք։ Հիսուսի անունով թող այս ամենը մեր սրտերում գործի եւ մեր սրտերը մաքրի ամեն սխալ ցանկությունից, որ հակառակվում է Աստծո գիտությանը, Աստծո խոսքին եւ մեզ դարձնում կռապաշտ մեղավորներ, շարժելով Աստծո ցասումը մեր դեմ։ Տղամարդիկ, ուշքի եկեք։ Իշխանություն սիրելը շատ լավ բան է, բայց իշխանության 90%-ը պատասխանատվություն է։ Պատասխանատվություն վերցրեք ձեր ընտանիքների համար, որտեղ են հայտնվելու ձեր կանայք, ձեր երեխաները, դուք դժոխքում թե դրախտում, ինչ եք անում դուք, արդյոք դուք ում եք երկրպագում, ինչի եք երկրպագում, այսքանը։